Թերթերն արձանագրում են փաստերն ու իրողությունները, մենք ներկայացնում ենք ձեզ 5-րդ ալիքի ուղիղ եթերում օրագիրն է, բարի լույս։ Հրապարակ օրաթերթը գրում է. 3 ազգային ժողովի նիստը, որի ժամանակ պատգամավորներ, կառավարություն, հարց ու պատասխաններ ընթանում, տերորիստական խմբակի հավաք էր հիշեցնում։ Քանի որ ընդդիմությունը բոյկոտել էր հարց ու պատասխանը, դա իշխող խմբակին եւ նրա ղեկավարին ամբողջովին սանձարձակ էր դարձրել։ Նրանք նախապես գրված հարցերով, պայմանավորված հարց ու պատասխաններով, պասերով օրենսդիր մարմնի ամբիոն օգտագործեցին, հերթական անգամ փորձելով շանտաժ անել սեփական ժողովրդին։ Հատկապես կրկնելով, եթե մեզ չընտրեք, պատերազմ կլինի հիմար, մտածածին եւ ստոր թեզը։ Նույն հարցը տարբեր ձևակերպումներով տալիս էին իրենց անհավասարակ շիռ առաջնորդն էլ տեղ-տեղ ափերից դուրս էր գալիս, գոռգոռում, արցախցիներին կրկին փախածներ ու դավաճաններ անվանում, ցույց տալով, որ ինքն արդեն իսկ պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին եւ պատրաստ է ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր իրեն չեն վերարտադրի այդ պաշտոնում։ Եվ մեկ լուր Իրան, ԱՄՆ, Իսրայել պատերազմից։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարձակվել են Սպահանի բնակելի թաղամասերի վրա։ Այս մասին հաղորդում է Ֆարս գործակալությունը։ Առաջարկում եմ ծանոթանալ մամուլի նորություններին։ Հրապարակը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊԻ համար քվեներ ապահովելով։ Պարզվում է բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրև իշխանության բարի կամքի դրսեւորում, հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։ Թերթի աղբյուրներն ասել են, որ այժմ կանչում են նման զինծառայողներին եւ հետաքրքրվում, եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված արցախցիների նկատմամբ այս հերթական արշավը, թերթի աղբյուրն իր վարկածն ունի։ Նրա կարծիքով Պապիկյանին թվում է, թե ՊՆ-ում աշխատանքի անցածներն արդեն դարձել են յուրային, պետությունից փող են ստանում եւ նրանց ընտանիքներն էլ իրենց էլեկտորատն են։ Ուստի դրդում են, որ հրատապ կարգով լուծեն քաղաքացիության հարցերը, որ մասնակցեն ընտրություններին եւ ՔՊԻ-ն ընտրեն։ Սակայն թերթին ասել են, որ քիչ չեն նաեւ այնպիսիները, որոնց ընտանիքները դիմել են եւ ամիսներ շարունակ քաղաքացիություն չեն ստանում։ Հրապարակի ՔՊԻ աղբյուրները պատմել են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի մանտրաշի մեջ է ընկել Երևանյան վերջին քարոզարշավից հետո եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես քավության նոխազդարձնել Երևանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետևանքն է, որ Երևանն իրենց մերժում է։ Իդեպ Երևանյան շրջագայությանը ոչ ամբողջ կազմով էին ներկա, ինչը նույնպես վկայում է, որ նախապես չեն պլանավորել, եւ շատերը մարզ են մեկնած եղել փրկվելով այդ խայտարակությանը մասնակից դառնալուց։ Թերթը տեղեկացել է, որ ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլից հետո էլ ՔՊԱ-ականները շարունակելու են հանդիպումների շարքը։ Որոշել են հատկապես հանդիպումներ կազմակերպել Երևանում, որ բարելավեն իրենց անմխիթար վարկանիշը, բայց թե ինչ ֆորմատով առայժմ հայտնի չէ։ Ժողովուրդը տեղեկացել է, որ մարտի 25-ին ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է հանել ծանուցումներն ու այլ փաստաթղթային հրապարակումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը, այն փոխարինելով ազդարարային պաշտոնական կայքում կամ համապատասխան կազմակերպության ինտերնետային էջում հրապարակմամբ։ Իշխանությունն ըստ էության ասում է. թերթը հնացած է, թերթը այլևս պետք չէ, առաջնահերթը ազդարարն է, բայց այստեղ կա մի նուրբ, սակայն չափազանց կարևոր հանգամանք։ Պետությունը պարզապես տեխնիկական լուծում չի փոխում, այլ վերացնում է տպագիր մամուլի գոյատևման այն աղբյուրներից մեկը, որն առնվազն տարիներ շարունակ օգնում էր թերթերին պահել տնտեսական նվազագույն կենսունակությունը։ Այսինքն խոսքը միայն ծանուցման ձևաչափի մասին չէ, խոսքը լրատվական դաշտից տպագիր մամուլի ֆինանսական հենակետերից մեկը հանելու մասին է։ Դուք դիտում եք օրագիրը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Politiq.am լրատվականի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ մեզ մոտ հյուրընկալվելու համար։ Պարոն Մուրազի, Նիկոլ Փաշինյանը որ երրորդ անգամ մեզ բոլորիս սպառնում է աղետալի պատերազմով, եթե հանկարծ հունիսի 8-ին պարզվի, որ ՔՊ-ն չի հաղթել ընտրություններում։ Ինչպես եք ընկալում այս սպառնալիքը։ Գիտեք, սա պարզ մանիպուլյացիա է, պարզ միջոց է հասարակության վրա ազդելու, ցույց տալու, թե իրենց վերընտրությունը միայն կարող է հեռացնել պատերազմը
Ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում Ալիևը երկու դեպքում էլ պատերազմ սկսելու հնարավորություն եւ ցանկություն չի ունենա, եւ ընդդիմության հաղթանակի դեպքում եւ Նիկոլ Փաշինյանը ինչու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի դեպքում ինքը ստանում է այնինչ ուզում է առանց պատերազմի, այսինքն Ալիևը հո բան չի, արկածախնդիր չի։ Արկածախնդիրից բացի, ինքը իր զինվորների դահիճը չի, որովհետեւ պատերազմ ենթադրում է զոհեր եւ պատերազմ ենթադրում է, որ ինչ-որ պահից կարող է ընթացքը փոխվել։ Նիկոլ Փաշինյանի պարագայում պատերազմ սկսելու կարիք չկա, բավական է մի ելույթ եւ Փաշինյանը որպես իր դեսպան այստեղ կհայտարարի կսպառնա ժողովրդին պատերազմով, կփորձի համոզել այդ ամենը տալ։ Ընդդիմության նորմալ ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում էլի Ալիևը պատերազմ սկսելու ցանկություն չի ունենա, որովհետեւ Ալիևը երաշխավորված հաղթանակով պատերազմներ է միայն ուզում սկսել։ Ալիևը երաշխիք ունի միայն Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Ուներ մինչև հիմա, իսկ հիմա երաշխիք ունի, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում ամեն բան կարող է ստանալ առանց պատերազմի, որտեղ աչքը վախեցել է Նիկոլ Փաշինյանի պատերազմից։ Իսկ այլ ուժի պարագայում մենք Ալիևը չի կարող այդ երաշխիքները ունենալ։ Ալիևը չի կարող երաշխիք ունենալ, որ բանակին կտրվի հրահանգ կրակոցներին չարձագանքել կամ ձեռնամարտի բռնվել, միայն թե կռիվ չլինի, հա։ Իսկ դա լուրջ խնդիր է Ալիևի համար։ Չմոռանանք, որ Ադրբեջանը ներքին խնդիրներից զերծ պետություն չէ, այնտեղ արդեն քանի տասնամյակ է Ալիևներն են իշխում եւ Ալիևը նպատակ ունի, որ շարունակեն Ալիևները իշխել իր որդուն իշխանությունը փոխանցելու տեսքով։ Պատկերացրեք անգամ մի փոքր պարտություն ռազմաճակատում, մի փոքր դիրքի կորուստ Ալիևին ուղղակի կսրբեն ադրբեջանցիները, այսինքն այդ հաղթանակի վահանը, որը իրեն պաշտպանում է, այդ ապօրինությունները իր պաշտպանում է, թալանը Ադրբեջանի ժողովրդի պաշտպանում է, վերանալու է, ասել են դու ոչ միայն թալանչի ես, ոչ միայն կեղեքում ես, ոչ միայն նաև ազգությամբ թուրք չես կամ ադրբեջանցի չես, եթե կա այդպիսի ազգություն, հա, այլ նաև դու պարտվող ես։ Ընդ որում Եվ ինքը շատ արագ կորցնի իշխանությունը, ընդ որում ինքը իշխանության կորստի վախը տեսել է 2020 թվականի հուլիսյան մարտերից հետո, երբ Ադրբեջանում մարդիկ ուղղակի գրավեցին խորհրդարանի շենքը, եթե հիշում եք, եւ պահանջեցին պատերազմ։ Երբ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին հաճախ մեղադրում է պատերազմ հրահարելու մեջ, սրա համար է մեղադրում, որ գնաց Սարդարապատում մեդալներ տվեց, ստեղծեց մի իրավիճակ, որտեղ Ալիևը եթե անգամ պլաններ ուներ պատերազմ սկսելու, սկսեց հենց այդ ժամանակ, որովհետև եթե չսկսեր, ինքը իշխանություն էր կորցնելու։ Սա պատերազմի մասով։ Հիմա գանք նաև գիտեք, Փաշինյանը հասարակությանը միայն պատերազմով չի, որ սպառնում է։ Փաշինյանը պատերազմը սարքել է պարտությանը հավասարազոր մի բան, ասում է լինելու է պատերազմ, աղետալի կորուստներ ենք ունենալու, կորցնելու ենք ինքնիշխանությունը, չէ՞։ Շատ ուղիղ ասել է։ Հիմա տեսեք, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է հանցագործության մասին հաղորդում Փաշինյանը տալիս է ինքն իր դեմ, որովհետև ինքը խորհրդարանում հայտարարել էր, որ հիշում եք, ասում էր, այդ 8 միլիարդը վերցրել ենք, զենք ենք գնել, բանակն ենք վերազինել, այդ ինչ զենքեր եք գնել, այդ ինչի վրա եք ծախսել 8 միլիարդը, կամ այդ ինչ բանակ է այս վերջին 6 տարին կառուցում, վերակառուցում, որ ինքն էլ վստահ է, որ այդ բանակը հաստատ պարտվելու է, այսինքն շանս չունի հաղթելու։ Իդեպ կարևոր հարցադրում է, որովհետև կարծես թե տեսանյութեր են հրապարակում, այո, սա հենց այն հարցն է, որը մեր հասարակության անգամ Նիկոլ Փաշինյանին հավատացող շերտին պիտի ստիպի ուղղակի չընտրել այս իշխանությանը, որովհետև այս իշխանությունը ընդունում է, որ վերջին 6 տարին ինքը աշխատել է իբր բանակի վերակառուցման վրա եւ ծախսել է իբր 8 միլիարդ դոլար պարտք ժողովրդի վրա, տասնամյակներով որ պիտի փակվի, եւ այդ բանակը անխուսափելիորեն պարտվելու է իրենց ձևակերպմամբ։ Այսինքն իրենք ստեղծել են վերջին զենքերի պոտենցիալին, թե այդ զենքերը դեռ տեղ չեն հասել։ Գիտեք, ընդհանրապես հայտնի խոսք կա, չէ, որ բառացի չեմ ասի, կարծեմ Նապոլեոնի թե մակեդոնացու խոսքն է, որ երբ ոչխարների բանակը առաջնորդում է առյուծ, այդ բանակը հաղթելու շանս ունի, իսկ եթե առյուծների բանակը առաջնորդում է ոչխար, այդ բանակը հաղթելու շանս չունի, հետևությունները թողնում եմ ձեզ։
ամեն մեկ իր գնահատականը թող տա։ Հիմա այո, մենք ունենք որպես մեր հայրենակիցներ առույցներ, մեր հայրենակիցներն են, մեր եղբայրներն են, մեր ընկերներն են, մեր ծանոթներն են, հարևաններն են, չէ, որոնք իրենց կյանքը նաև զոհել են անուն այս հայրենիքի։ Բարձր սպայակազմի մասին չեմ խոսում այդ Էդվարդ Ասերյանի տիպի, որոնք այո, որոնք հույս ունեն, որ ջերմուկից ադրբեջանցիները կգնան միայն սովածանալու դեպքում, այսինքն մարդիկ իրենց փորով են միայն չափում իրավիճակը։ Մի խոսքով, մենք ունենք որպես ժողովուրդ լավ զավակներ ունենք, բայց ովքեր են առաջնորդում այս զավակներին։ Իրանք հո լավ գիտեն իրանք ովքեր են։ Առաջնորդողները գիտեն, դրա համար էլ ասում են հաստատ պարտվելու ենք։ Բայց ես ձեզ եմ ասում, պատերազմ չի լինելու։ Երկու դեպքում էլ։ Նու մի տեսական շանս կա, եթե Ալիևին արևմուտքը դրթի Իրանի դեմ ցամաքային պատերազմ սկսելու եւ այստեղ էլ իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը, Ալիևը կցանկանա Հայաստանի դեմ հրահարել պատերազմ, ցույց տալով զբաղվածություն, որպեսզի Իրանի դեմ պատերազմի մեջ չմտնի, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք իր համար Հայաստանի դեմ պատերազմը երաշխավորված հաղթանակով է ավարտվելու, Իրանի դեմ պատերազմը շատ տխուր հետևանքներ է ունենալու իր համար։ Բայց սա շատ տեսական է այս պահին։ Իրանում էլ դուք տեսնում եք իրավիճակը ինչ ընթացքով է գնում, չեմ կարծում Ալիևին նման խորհուրդ տվող այս պահին լինի։ Մի խոսքով Ալիևը պատերազմ սկսելու հնարավորություն չունի։ Գիտեք, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը Ալիևի մասին ավելի լավ կարծիք ունի, քան Մերիբան Ալիևան։ Այսինքն Փաշինյանի համար Ալիևն իր երազանքների առնական տղամարդն է, որ երբ ուզում պատերազմ է սկսում, հենց սկսում է հաղթում է, հա, ումից ինչ ուզում վերցնում է։ Չէ, Ալիևը մենակ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ է այդպեսին։ Այսինքն ինքն էլ ազատ չի գործողություններով, Ալիևը միայն Նիկոլ Փաշինյանի երազներում է առնական հաղթող տղամարդ։ Տարածաշրջանում դուք տեսաք Իրանը ինչ արեց, ինչ ուղղակի դիվանագիտական ապտակ հասցրեց, Ալիևը իր տեղը գտավ։ Մի անգամից էր փորձում էր սպառնալ իբր Իրանին, հեսա պատժել, բայց թե իրենց իբր թե Նախիջևանում ընկան իբր իրանական անօթաչուներ, չէ՞։ Բայց Նիկոլի երազների առնական Ալիևը ինչի չի պատժում Իրանին։ Հետո փորձի մի հատ պատժի։ Ընդ որում երկաթյա բռունցքով էր սպառնում, որը մեր գլխին կոտրվեց, ինչպես այո, որովհետև բացի Նիկոլ Փաշինյանից մնացած բոլոր նորմալ առաջնորդները Ալիևի այդ երկաթյա բռունցքը դնում են իր համապատասխան տեղում։ Ընդ որում դա մարմնի երևացող տեղում չի։ Էնպես որ ժողովուրդը չպիտի վախենա, այո, Նիկոլ Փաշինյանը ֆետիշ ունի Ալիևի նկատմամբ, իր պատկերացրած առնական բեղերով, այնտենց հաղթող տղամարդն է, բայց մեր հասարակության համար եւ աշխարհի համար Ալիևը անպարտելի չի։ Իսկ հասարակությունը վախենում է պատերազմի այդ կոչերից, թե այնուամենայնիվ Դե հասարակությունը իհարկե կվախենա, որովհետեւ այս մարդիկ ամեն մեկը իր գործին է, հա։ Ու մեկ էլ տենում են իշխանությունը քեզ սպառնում է պատերազմով։ Մարդիկ հասարակության լայն զանգվածներ հնարավորություն չունեն հետևել լրահոսին, հասկանալ, որ Ալիևը բացի Հայաստանից ուրիշ ոչ մի պետության հետ նման կերպ չի կարողանում վարվել, բացի Նիկոլ Փաշինյանի առաջնորդած Հայաստանից, հասկանալ, որ ուժերի բալանս է փոխվել տարածաշրջանում կամ փոխվում է գոնե, հա, Իրանի շուրջ տեղի ունեցողով, հասկանալ, որ Իրանին ձեռնտու է ուժեղ Հայաստան, հա, ուժեղ պետական միավոր ունենալ։ Հիմա բոլոր բառերը քաղաքականացվել են, մարդիկ քիչ բանան։ Զգուշավորությամբ օգտագործում էր բառերը։ Խոսքը ուժեղ Հայաստան, բայց պետության տեսանկյունից քաղաքական բանի թիմի։ Այս տեսանկյունից մարդիկ չեն հասցնում հետևել։ Մենք պիտի ովքեր հետևում են, վերլուծում են, պիտի հասարակության ասենք հանգիստ եղեք, ժողովուրդ չեն։ Նիկոլ Փաշինյանի պատվերով Ալիևը կարող է ինչ-որ սահմանային սրացումներ բան սկսի, բայց Փաշինյանը դա էլ հիմա ձեռք չի տալիս։ Կամ հարցը արդյոք Ալիևին թույլ կտան պատերազմը։ Ես դա եմ ասում, Ալիևը այնպես չի, որ շատ ազատ մարդ է, իրեն դա միայն Նիկոլ Փաշինյանի երազներում էինք այդպեսին։ Միայն Նիկոլ Փաշինյանի երազներում։ Սա Ալիևը նման է, եթե Նիկոլ Փաշինյանին եւ Ալիևին պատկերացնենք որպես ամուսնական զույգ ընտանիք, Ալիևը նման է այն ընտանիքի են հորը, որը կնոջը երեխաներին ծեծում է, դուրս է գալիս քացով տալիս են մրթին, ասենք, հարևանները։ Աշխարհում ինքը այդ վիճակն ունի, այնպես չի, որ բոլոր հարցերը իր համար լուծված են։ Պարոն Մուրազի, առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ շարունակել մամուլի նորությունների երկրորդ բաժնին ծանոթանալուց հետո։
Հրապարակը գրում է. ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի տեխնացուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն падգամավորության տեխնացության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմվել ԿԸՀ-ին դիմելու համար։ Թերթին ասել են, որ 100-րդ հորիզոնականից ներքև գտնվողներից շատերը կամուկացի մեջ են, դիմել թե չդիմել։ Բանն այն է, որ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել падգամավորական մանդատի։ Ուստի մտածում են, արժե ընդգրկվել ցուցակում։ Ընդ որում խոսքը գործող որոշ падգամավորների մասին է, որոնց մտերիմները համոզում են, շարից փորձանքից հեռու լինելու համար թղթերն ու դիմումը ներկայացնել, որ Փաշինյանը հիմա էլ իրենց նկատմամբ հետապնդումներ չսկսի։ Հրապարակը գրում է. ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում գաստրոլների դուրս եկած ԿՊԱ-կանները պարզվում է ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Իրենք էլ չեն սպասել նման ջերմ եւ մարդաշատ ընդունելություն հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր։ Սոտքի հանքի աշխատանքները կատվածահար են արել եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյոչայի Սևանի ափին իր հանգրվանելու մասին։ Փոխարենը ըստ թերթի զրուցակցի խայտարակված վերաբերմունքի են արժանացել Լորվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն ուրախ ավտոբուսի ուղևորներից է եւ ներքպական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։ Ժողովուրդը գրում է. ապրիլի 2-ից մեծ էկրան կբարձրանա առաջին քրիստոնյա պետություն ֆիլմը, որը պատմում է Հայաստանի որպես առաջին քրիստոնյա պետություն ձևավորման պատմական շրջանի մասին։ Ֆիլմը ստեղծվել է Ռուսաստանաբնակ հայ գործարար եւ բարերար Արթուր Սողոմոնյանի ֆինանսական աջակցությամբ։ Եռալեզու հայերեն, ռուսերեն եւ անգլերեն խաղարկային վավերագրական այս նախագիծը ներկայացնում է 4-րդ դարասկզբի կարևոր իրադարձություններին նախորդած եւ հաջորդած զարգացումները։ Նախագծի հիմնական նպատակն է հայկական պատմությունն ու մշակույթը հասանելի դարձնել հատկապես ռուսալեզու եւ անգլալեզու լսարանին, նպաստելով հայկական ինքնության տարածմանը միջազգային հարթակներում։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Մուրազի, անդրադառնանք ներքաղաքական նախընտրական իրողություններին, որ տեղի են ունենում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանով պետք է որ զբաղվի Հայաստանի արտաքին գործերով, հայտարարում է, որ ընդդիմությունը, Հայաստանի ընդդիմությունը կամ այն հավանականությունը, որ նրանք կարող են հաղթել ընտրություններում, կարող է հանգեցնել մի իրավիճակի, որ Հայաստանի Հանրապետության գոյությունը հայտնվի վտանգի տակ։ Ինչպես է գնահատում նման հայտարարությունը։ Դե էլի դա ելնում է նրանից, որ իրանք համարում են, որ Ալիևը ինչ ուզի կանի, երբ կուզի Հայաստանը կօկուպացնի, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը իր համար թուրքերեն Կարդաշեն ասում, չէ՞։ Այո, թուրքերը Կարդաշեն։ Հա, մի խոսքով, իր Կարդաշն է, մտերիմն է, դրա համար չի արձակվում։ Այսինքն իրենց տրամաբանությամբ ինչ է ստացվում։ Ալիևը կարող է Հայաստանը օկուպացնել, ինքնիշխանությունը կկորի, կգրավեն, չէ՞, բայց քանի որ հիմա դե իր Նիկոլն է իշխանության, դե համարում է դե մեկը Հայաստանը մեր տարածքն է, մեր մարդիկ են իշխանության, օկուպացնելու կարիք չկա։ Բայց էլի իրենք ելնում են նրանից, որ Ալիևը իրենց երազած տղամարդն է, Ալիևը այդ մարդը չի, բայց մյուս կողմից իրենք ասել են, չէ, իրենք ուսապարկերի խմբակցություն են, ուսապարկերի այսինքն միայն Նիկոլ Փաշինյանի անձով է պայմանավորված Հայաստանի ինքնիշխանությունը։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյան ասենք գրիպ է անգնում, մենք պետք է համարենք, որ մեր ինքնիշխանությունը գրիպ է անկել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հիվանդացել է։ Բոլորս էլ մահկանացու ենք, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մահանա, ինչ է լինելու Հայաստանի վերջ։ Ոնց ենք մենք ապրելու Նիկոլ Փաշինյանից հետո։ Գուցե Լենինի նման բան անենք, մումիֆիկացնենք, հրապարակում դնենք, որ ինքնիշխանությունը մնա։ Անլուրջ խոսակցություններ են, ժողովրդին ուզում են վախեցնել։ Ժողովուրդը պիտի հասկանա, որ վախենալու առիթ չկա։ Եթե Նիկոլ Փաշինյանի դեպքում պիտի վախենա, եթե այս մարդիկ վերընտրվում են, որովհետև թուրքական բոլոր պահանջները կատարվելու են։ Այն մարդիկ, որոնք համաձայն չեն այդ պահանջների կատարման հետ, պիտի վախենան։ Իսկ այն մարդիկ, ովքեր վախենում են պատերազմից, պիտի վստահ լինեն, որ ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու, որովհետև որևէ մեկը Ալիևին երաշխիք չի տալու, որ այդ պատերազմը ինքը հաղթելու է։ Կամ դաշնակիցներ կամ բարեկամ երկրներ օգնության չեն հասնի որոշակի։ Իհարկե կհասնեն, դրա համար Ալիևը երաշխիքներ չի ունենալու, որ ինքը հաղթելու է։ Ալիևը առանց երաշխիքի պատերազմից չի մտնի։ Դա միանշանակ է։
Եթե 2020-ին, 23-ին ի վերջո լավ մամուլը գրեց, չէ, ինքը երբ հարձակվեց Արցախի վրա 2023-ին, երբ հայաթափեց Արցախը, ասում են միջազգային մամուլը գրեց, որ Ստամբուլում եղել է հավաք Միացյալ Նահանգների եւ Արմենիան, Թուրքիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, ասում են եղել է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ կամ առնվազն Հայաստանի տեսակետը փոխանցող ինչ որ ներկայացուցիչ եւ իրենք վստահեցվել են, որ Հայաստանը չի միջամտի այդ պատերազմին, չի պաշտպանի Արցախը, նոր Ադրբեջանը հարձակվել է։ Այսինքն նույնիսկ եւ եթե հիշում եք, որպես երաշխիք, պատերազմի առաջին օրը, Արցախի վրա հարձակվելու առաջին օրը, հիշում եք Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ Հայաստանի սահմաններին իրավիճակը խաղաղ է։ Այսինքն դա էլ հրապարակային երաշխիքն էր, որ մենք եւ Արցախում չկա հայկական բանակ։ Դա են հրապարակային երաշխիքներ, որ Ստամբուլում այդ պայմանավորվածությունը կայացել էր, հրապարակային էլ առաջին օրով երաշխիք տվեցին, որ մենք չենք պաշտպանելու հայերին Արցախում։ Եթե այդ երաշխիքը չլիներ, ես կասկածում եմ, որ Ալիևը հայաթափեր Արցախը։ Անկամ երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել էր այն Ադրբեջանի մասը։ Այնպես որ պիտի իմանալ, որ Ալիևը պատերազմ սկսելու հնարավորություն չունի։ Պարոն Մուրազի, անդրադառնանք նախընտրական ներընդդիմադիր դաշտին։ Ընդդիմադիր դաշտում կարծես թե խոշոր դաշինքների ձևավորման փուլը դեռևս գնում է, բավականին հաջող գործընթաց կա, բայց նաև քաղաքական նոր ձևավորվող ընտրություններից առաջ, այո, ընդ որում շատ կարճ ժամանակամիջոցում ձևավորվող ուժեր կան, որոնց հայտնի կամ անհայտ լինելու մասին դատողություններ չեմ կարող անել, բայց այնուամենայնիվ նրանց անցանելիության շեմը կարծես թե հարցականի տակ է եւ շատ հավակնող հայտարարություններ են անում։ Արդյոք այս նոր ձևավորվող ուժերը, փոքր ձևավորվող ուժերի մասին է խոսքը, կարող են վնասել ընդդիմության միասնական նպատակին, այն է հեռացնել այս իշխանությանը։ Գիտեք, ես կարծում եմ այդքան ոչ այդքան պոպուլյար բան եմ ասելու, բայց իմ գնահատմամբ ընդդիմությունը, եթե դուք պատկերացնում եք ընդդիմություն ասելով բոլոր այն ուժերին, ովքեր հայտարարում են իրենց ընդդիմություն, չունեն միասնական օրակարգ։ Ավելին ասեմ, եթե շատ անկեղծ լինեմ, կասեմ, որ այդ ընդդիմությունը 99%-ով ունի միասնական օրակարգ, բայց այդ օրակարգը լրիվ ուրիշ բանի մասին է։ Այսինքն այդ օրակարգը աշխարհաքաղաքական Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղվածությունը փոխելն է եւ այս ուղղվածության փոփոխության հասնելու համար կամ մի խոչընդոտ քաղաքական դաշտում իրենց համար դա Ռոբերտ Քոչարյանն է կամ իրենք են այդպես համոզված այն որ Արևմուտքը եւ Թուրքիան վերջին 20-25 տարիներին գուցե մի քիչ ավել Հայաստանում ձևավորել են մի ցանց, որը ներառում է իր մեջ գրեթե բոլոր քաղաքական ուժերին։ Ընդդիմության եւ իշխանության դաշտում, գրեթե բոլորին։ Եվ այդ ցանցը, որը ի վերջո Հայաստանը տարավ այս վիճակին, հա, այդ ցանցը, որը ի վերջո Արցախը հայաթափեց, որովհետեւ միայն Ալիևի դերակատարումը չի եղել Արցախի հայաթափման գործում, այդտեղ էական դերակատարում է ունեցել Արևմուտքի եւ Թուրքիայի կողմից Հայաստանում ձևավորված ցանցը, քաղաքական դաշտում, հասարակական քաղաքական դաշտում։ Այդ ցանցից դուրս է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Եվ այդ քաղաքական բոլոր ցանցի բոլոր կողմերի համար Ռոբերտ Քոչարյանը գլխավոր վտանգն է եւ պատահաբար չէ որ անընդհատ թիրախավորում են եւ ես իմ խոսքերը կփաստարկեմ, հա։ Տեսեք, մի իշխանություն, որը 2018-ին հանգիստ իշխանություն տվեց Նիկոլ Փաշինյանին, չէ՞, 2015-ին ուղղակի խաչակրած արշավանք վարեց Գագիկ Ծառուկյանի ուժի դեմ, չէ՞, ինչու։ Մի ուժ, որը կարող էր դու հաստատ Գագիկ Ծառուկյանը քաղաքականապես ավելի ազդեցիկ էր ներքին կյանքում, չէ՞, եւ ավելի մեծ ռեսուրսներ ուներ, քան Նիկոլ Փաշինյանը 11 հոգին ու մի շունը։ Համաձայն եք։ Այդ պահի դրությամբ այո։ Ոնց եղավ, որ 12 հոգուն ու մի շանը չկարողացան մեկուսացնել, բայց 2015 թվականին ուղակի ճզմեցին այն հանրային ալիքը, որը Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ առաջացել էր։ Միգուցե աշխարհաքաղաքական իրավիճակը Պատճառը մեկն էր, որ իրենք Գագիկ Ծառուկյանին ընկալում էին
կամ այդ պահին ձևավորված ուժը Ծառուկյանի առաջնորդությամբ, որտեղ միայն Ծառուկյանը չէր այնտեղ, նրան ընկալում էին որպես իրենց ընդհանուր աշխարհաքաղաքական տանիքի սպառնալիք եւ ոչնչացրեցին այդ ուժը 15 թվականին։ Եվ այդ ուժի հետևում չնայած ես վստահ եմ Ռոբերտ Քոչարյանի այդ քաղաքական process-ների հետևում չկար, բայց որպես լրագրող էլ հիշում եմ, այն ժամանակ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած այդ ուժի հետևում տեսնում էին Ռոբերտ Քոչարյանին, նույն հանրապետական կուսակցությունը։ Հասկացա՞ք։ 2012 թվականին Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող, չնայած էլի վստահ եմ, որ կապ չուներ, բայց քանի որ Քոչարյանի օրոք արտգործնախարարն էր եղել Վարդան Օսկանյանը, ամենադաժան հետապնդմանը ենթարկվեց ամբողջ ԲՀԿ-ից 12 թվականին, հիշում եք, անձեռնմխելիությունը ձեռքեցին, տանում էինք, ուզում էինք ալանքի տանել, չէ՞։ Ինչու, որովհետև էլի իրենք այդ մարդու հետևում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին կամ պրոքոչարյանական ուժի։ 2017 թվական գանք իշխանություն, որը ամեն բան արեց, որ Նիկոլ Փաշինյանի այս ազգակործանի ուժը, ելք դաշինքը ձայներ ստանա, ես վստահեցնում եմ ձեզ, այդ օրվա իշխանությունները, իրենց օլիգարխները օգնել են, որ ելք դաշինքը ստանա 120,000 ձայն։ Ինչ արեց այդ ուժը Սերան Օհանյանի առաջնորդած ուժի հետ։ Ուղղակի ոչնչացրեց։ Դուք հիշում եք, եղան նաև դանակարություն, կրակոցի պատմություն, այսինքն այս անգամ ֆիզիկական ուժ գործադրելով ոչնչացրեցին Սերան Օհանյանի ուժը, առաջնորդած ուժը։ Ինչու՞, որովհետև իրենք Սերան Օհանյանի հետևում տեսնում էին Ռոբերտ Քոչարյանին։ Գանք 2018 թվականից հետո ձևավորված իշխանություն, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը այսպես ասած խաչակրած արշավանք է վարում իբրև թե նախկինների դեմ, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներսում եւ ԿՓ ֆրակցիայի մեջ կարելի է տեսնել տարբեր ուժերի ներկայացուցիչների։ Հանրապետականից, չէ, Տեր-Պետրոսյանի ուժից, տարբեր ուժերի ներկայացուցիչներ։ Եվ միակ ուժը, որը իրենց համար այսպես ալարմ է միացնում, կարմիր դրոշա բարձրացնում եւ իրենք միակ մարդը, ումից իրենք կարծում են, որ պետք է վախենան, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Եթե հիշում եք, արդարադատության փոխնախարար էր նշանակվել, ինչու ազատվեց այդ կինը փոխնախարարի պաշտոնից, կարող եք ասել։ Միքայել Մինասյանի եղբորը նախարար նշանակող Նիկոլ Փաշինյանը արդարադատության փոխնախարարին ազատեց պաշտոնից, որովհետև փոխնախարարը լուսանկար ուներ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ։ Հասկանում եք, իրենց համար այս ուժերը թշնամական, այո, իրենք գուցե հակասություն ունեն, կուզեն, այսինքն այս մի ուժը կուզի իշխանության լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, բայց գլոբալ առումով քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերը նույն աշխարհաքաղաքական տանիքի տակ են, նույն մատրիցայի մեջ են, եւ այդ մատրիցայից դուրս է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ինչպես։ Ես անգամ, տեսեք, կոնկրետացնում եմ, միայն Ռոբերտ Քոչարյանը։ Սա խնդրի առաջ չի կանգնեցնում, պարոն Մուրազյան։ Սա հենց այն խնդիրն է, որ իրանք այսօրերին փորձում են լուծել, թիրախավորելով Քոչարյանին, ասելով, որ Քոչարյանը պիտի ընտրապայքարից դուրս գա։ Որովհետև 2018-ին, երբ Քոչարյանը վերադարձավ քաղաքական դաշտ, ինքը ըստ էության այդ մատրիցան խախտել է, որովհետև ամբողջ պլանը նրանումն էր, որ Քոչարյանը չպետք է վերադառնա Հայաստան։ Քրեական գործը պիտի հարուցվեր, մարտի 1-ի այդ հորինված կեղտը, որ գեներացվել էր ամբողջ 10 տարիների ընթացքում, պիտի բարձվեր չվերադարձող Հայաստան չվերադարձող Ռոբերտ Քոչարյանի վրա, այդ իրադարձությունների հետ կապված մյուս բոլոր ուժերը պիտի մաքրվեին, սրբագործվեին եւ իշխանությունը պիտի կիսեին իրար մեջ։ Այսինքն Հայաստան վերադառնալով Ռոբերտ Քոչարյանը այդ Ես սրա մասին ասել եմ 2019 թվականից։ Հայաստան վերադառնալով, ի վերջո դուք հիշում եք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ անուն չի տվել, բայց ասել է իրեն զանգահարել են եւ խորհուրդ են տվել չվերադառնալ Հայաստան։ Մի օր առիթ լինի հարցրեք, իսկ ով է զանգահարել։ Ես չգիտեմ, բայց ես կասկածում եմ, որ դա հենց այն մարդը կարող է լինել, որը այսօր ընդդիմություն է, բայց այդ մատրիցայի մաս է։ Եվ ում մասին է խոսքը։ Չգիտեմ ես։ Դուք ասում եք, որ ենթադրում եք։ Ենթադրում եմ, չէ, քանի որ ենթադրում չեմ կարող անուն տալ, դա իմ կողմից բան կլինի, ոնց որ շառանել կլինի, էլի, հիմա
թե Ռոբերտ Քոչյանը կուզի անունը կտա, մենք էլ կիմանանք։ Ես անունը չգիտեմ, ես ենթադրում եմ, որ այդ մատրիցայի մաս է, որովհետև այդ մատրիցայի մաս հանդիսացող ուժը հասկանում էր, եթե Ռոբերտ Քոչյանը վերադառնում է, մտնում է քաղաքական պայքարի մեջ, մատրիցան խախտվում է։ Այդ իրանց ստեղծած քաղաքական մթնոլորտը խախտվում է, որովհետև իրենք ոչնչացրել են 2015 թվականին Գագիկ Ծառուկյանի ուժը, ենթադրելով, որ ոչնչացնում են Ռոբերտ Քոչյանին։ Իրանք ոչնչացրել են Վարդան Օսկանյանին, ենթադրելով, որ ոչնչացնում են Ռոբերտ Քոչյանին։ Իրանք ոչնչացրել են 17 թվականին Սեյրան Օհանյանի առաջնորդած ուժը, ենթադրելով, որ ոչնչացնում են Ռոբերտ Քոչյանին, բայց Ռոբերտ Քոչյանը կա դեռ քաղաքական գործում վերադառնում է Հայաստան, այսինքն իրանք այդ ամբողջ տարիների աշխատանքը ջուրներ են գնելու։ Եվ անկավ ջուրը։ Ինչպես։ Իր վերադարձով միայն։ Իր վերադարձով եւ քաղաքական պայքարով։ Ես չգիտեմ, անկեղծ ասեմ, ես չգիտեմ, երկրորդ աղգա Ռոբերտ Քոչյանի թիմակիցները գիտակցում են այս վերլուծությունը կամ համաձայն են դրա հետ թե ոչ, բայց ես վստահ եմ, որ սա ճշմարտություն է, որովհետեւ նույն այդ Արման Թաթյանը, որ երեք հայտարարություն արեց, չէ՞։ Արման Թաթյանի վերաբերյալին վերաբերումը միշտ այդպեսին եղել, որ այդ մարդը այդ մատրիցայի մաս է, որովհետև ինքը 2017 թվականին ընտրվել է այդ թվում Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ։ Իսկական ոնց կարող էր լինել, եթե Նիկոլ Փաշինյանը մատրիցայից դուրս էր, հա, հանրապետականը առաջադրում է մեկին, ով Միքայել Մինասյանի ընկերն է, եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հրապարակային, հայտարարում է ինքը աջակցելու է տեխնացիանը։ Եվ ես վստահ եմ, որ Թաթյանի երեկվա հայտարարությունը դրդված էր Միքայել Մինասյանի կողմից եւ կոնկրետ պատվեր էին տվել, որ անպայման կվիրավորես, որովհետեւ գիտեք, դու կարող ես քաղաքական տեսակետներ ունենալ, բայց Ռոբերտ Քոչյանի կենսագրություն ունեցող մարդուն ասել իր քայլը նույնն է, ինչ ինքը ԿՓ-ի անդամության տոմս լրացնի, դա շատ խիստ վիրավորանք է։ Բայց ինչի դա արեցին, որովհետև երկար ժամանակի աշխատում են տարբեր քարոզիչներով, չի ստացվում, որովհետև այդ քարոզիչները հանրային վստահություն։ Միգուցե չհաջողված PR քայլ է եղել, պարոն Մուրազյան։ Ինչ PR քայլ։ Չէ։ Ցույց որ իրենք ոչ ոքի հետ կապ չունեն, իրենք շատ ավելի։ Ում հետ, ասիկան ով է Արման Թաթյանը Ռոբերտ Քոչյանի հետ կապել, կարող եք ասել։ Կա Հայաստանում adekvat մարդ, որը Արման Թաթյանի Ռոբերտ Քոչյանի հետ է։ Նկատի ունեմ, իրենք ասում են մենք ոչ նախկիների հետ կապ ունենք, ոչ ներկաների հետ։ Բայց Միքայել իրան ամենաշատը կապում են Միքայել Մինասյանի հետ, թող Միքայել Մինասյանի մասին խոսեր։ Թող մի գնահատական տա Միքայել Մինասյանի մասին։ Կարող է տալ, չի կարող։ Այսինքն սա խոսում է արդեն այն բանի մասին, որ ընդդիմության հետ միասնական նպատակը։ Ինչպես դեր ասում, վիզը կթռցնեն իր, որովհետև ինքը աշխատում է այդ մարդկանց մոտ։ Ի վերջո, տեսեք, չի ստացվել Թաթոյանի համար բարենպաստ պայմանը որն է, երբ որ Միքայել Մինասյանը եղել է իշխանության մաս եւ իր համար դռներ է բացել։ Միպել է ինքը այդպես դարձել։ Մարդու իրավունքների պաշտպանը ինչպես դարձավ, այդ օրերին լրագրող աշխատողները շատ լավ գիտեն աշխատածները, որ Միքայել Մինասյանը ինչ որ ընտանեկան պատճառներով ասում են, կորցրել է վստահությունը իր նա արդեն նախկին հովանավորյալ Կարեն Անդրեասյանի նկատմամբ, եղբոր հետ կապված ինչ-որ պատմություն կար, մանրամասներին ծանոթ չեմ ես, կամ չեմ տեսել։ Եվ իր մի կադրին հանում էր միպից եւ միպեր առաջադրում Արման Թաթոյան ուժայինով անգամ սպառնալիքով բանով հիշում եք վարդագույններ կլցրեցին միպի դռան վրա, մի խոսքով արշավ սկսվեց Կարեն Անդրեասյանի դեմ եւ ստիպեցին ուժայինով ճնշեցին այդ մարդուն հանեցին, հա։ Եվ բերեցին Արման Թաթոյանին։ Մարդը ինքը սովոր է, ինքը մտածում է, որ եթե ինքը քաղաքական հանրային դաշտում, պետական համակարգում տեղ պիտի զբաղեցնի, այդ տեղը միջև այդ պիտի Միքայել Մինասյանը ազատագրի իր համար։ Հասկանում եք, բայց Միքայել Մինասյանը այլևս իշխանություն չէ, ճիշտ է։ Արևմուտքի եւ Թուրքիայի ձևավորած այդ մատրիցայի մաս է կազմում, բայց այդ մատրիցայում արդեն Նիկոլ Փաշինյանն առաջին ջութակն է։ Եվ Նիկոլ Փաշինյան իրենք ինչքան էլ նույն տանիքի տակ են, բնականաբար իրար դեմել են պայքարում, որպեսզի դիրքերի բարելավում ունենան, բան ունենան, հա։ Այնպես որ ես կարծում եմ, որ հասարակությունը շատ հստակ պիտի գիտակցի, որ եթե ուզում է դուրս գալ այն խաղից, որը գծված է մեր ժողովրդի համար, այդ խաղից դուրս գալու համար միակ միջոցը Ռոբերտ Քոչյանն է։ Ես անգամ չեմ ասում Ռոբերտ Քոչյանի ուժը կամ ասում 5-6 հոգու անուն չեմ տալիս, չէ, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, այդ ուժ դաշինքում ներգրաված բոլոր ուժերի նկատմամբ, առանձնատուկ հարգանք ունենալով դաշնակցության նկատմամբ, հա, այսօրվա լիդերների նկատմամբ,
Բայց այդ միակ կերպարը Ռոբերտ Քոչյանն է։ Քանի որ մեր ժամանակը սպառվում է, պարոն Մուրազի, կուզենայի նաև անդրադառնալ մի շատ հետաքրքիր դրվագի Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ զանգահարել էր Պուտինին, իր ամբողջ իշխանական, ուրեմն թիմի անդամները, նաև քարոզիչները իշխանական այն նարատիվն են տանում, որ Ռուսաստանից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարվում։ Պատճառը ո՞րն էր Փաշինյանի զանգելու, եթե կարող ենք 1-1.5 րոպեի ընթացքում։ Ես առաջին անգամ չի ասում, Նիկոլ Փաշինյանը չունի որևէ իզմ աշխարհակահաղական կողմնորոշում, չնայած ինչ այդ մատրիցան պահպանելու, իր իշխանության մատրիցայում իր դերակատարումը պահպանելու համար ինքը պատրաստ է դառնալ ռուսամետ, չգիտեմ, Իրանը հիմա թուրքամետ է, բայց որովհետև Թուրքիայից է երաշխիքներ ստանում։ Եթե Նիկոլ Փաշինյանը գիտակցի, որ իր իշխանության մնալու երաշխիքը գալիս է Ռուսաստանից, ես ձեզ վստահեցնում եմ, Նիկոլ Փաշինյանը նստելու է ռուսական Լադա 21 մակնիշի, Նիվա մակնիշի մեքենան, միացնելու է Պուտին сказал армянам давать проход երգը եւ մխրճվելու է Սորոսի գրասենյակի մեջ, ցույց տալու կամ ամերիկյան դեսպանատուն, ցույց տալու համար թե ինքը ինչքան ռուսամետ է։ Ինքը ըստ էության փորձում է միջև ընտրությունները առնվազն ստեղծել տպավորություն կամ առնվազն վտանգ չունենալ որևէ աշխարհակահաղական կենտրոնից։ Ինքը հիմա մայիսի 4-ին թե 5-ին դիմավորելու է եվրոպական այսպես կոչված առաջնորդներին, ես վստահ եմ կփորձի նաև մայիսի 9-ին գնալ Կարմիր հրապարակ, որպեսզի հանրության մոտ ստեղծի տպավորություն, մյուս կողմից էլ բոլոր ուժերի մոտ ստեղծի տպավորություն, թե ինքը պատրաստ է ծառայել բոլորին, բոլոր աշխարհակահաղական կենտրոններին, միայն թե չխանգարեն իրեն վերընտրվել։ Ես զանգը դրա հետ եմ կապում եւ ենթադրում եմ, եթե բալանսը փոխվի տարածաշրջանում, մենք Փաշինյանին կտեսնենք այդ Նիվայի ղեկին, անկեղծ եմ ասում։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, օրը թող բարի լինի։